Սիրելի հայրենակիցներ, ի պատասխան բոլոր այն խոսակցություններին, երբ մեզ ասում են, թե եթե դեմ եք ԿՊ-ին, ուրեմն դեմ եք խաղաղությանը, բերեմ պատմությունից երկու օրինակ։ Ուրեմն 532 թվականին բյուզանդական կայսրությունը, որի կայսրներ այդ ժամանակ հանրահայտ Հուստինիանոսը եւ Սասանյան Պարսկաստանը, որի թագավորներ այդ ժամանակ Խոսրով Շիրվանը, ընկեցին հավիտենական խաղաղության դաշինք, սակայն այդ դաշինքը ուժի մեջ մնաց մինչև 540 թվական, ընդամենը 8 տարի։ 8 տարի հետո նրանք պատերազմեցին եւ այդ պատերազմները գիտենք, հանգեցրեցին մինչև դարավերջին Հայաստանի երկրորդ բաժանմանը։ Լավ, մի ուրիշ օրինակ։ 1939 թվականին Խորհրդային Միությունը եւ ֆաշիստական Գերմանիան 1939 թվականի օգոստոսի 23-ին կնքեցին 10 տարով իրար վրա չհարձակվելու պայմանագիր։ Սակայն ինչ տեղի ունեցավ։ Պայմանագիրը գործեց ընդամենը 1 տարի 10 ամիս։ Գիտենք 1941 թվականի հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա եւ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը հոդս ցնդեց։ Համեմատության համար ասեմ, խաղաղությունը երբեք չի կարող լինել անձնավորված։ Մեկ անձով խաղաղություն չի կարող լինել։ Իսկ այդ մեկ անձն էլ ամենայն դեպս շապո երկարակյաց չէ, որ կարողանա 70 տարի թագավորել եւ խաղաղություն բերի մեր երկրին։ Այնպես որ հարգելիներս, եթե խաղաղություն եք ուզում, եթե ուզում եք ունենալ այնպիսի երկիր, որտեղ չի լինի թրքահապատակություն, ուրեմն գոնե 2026-ին մերժեք համար 16-ին։ Իսկ վերջում պարզապես մի մեջ բերում, հատուկ նրանց համար, ովքեր կարծում են, թե իրենց առաջնորդով պիտի բերան խաղաղություն։ Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, դուք հողմերի պես ուժեցիք վայրակ։ Իսկ այդ ձեր ուժումը մեր երկիր տեղի ունեցավ 2018 թվականին։ Շնորհակալություն։